Ողջունում եմ բոլորիդ, ժողովուրդ ջան, ուրախ եմ ձեզ տեսնել իմ ալիքում, կրկին միջ իմ թիմի հետ աշխատանքը սկսելը որոշեցի մեկ աշխատանքային սեանս անցկացնել ձեզ հետ ու խոսել մեկ շատ կարևոր թեմայից ինդիկատորներից։ Ես բավականին, չգիտեմ, զարմացած եմ, որ մինչ այսօր ինդիկատորների վերաբերյալ որևէ հարց ինձ ուղղված չի ելել, սակայն մտածում եմ, որ թեման ակտուալ է, եթե հիմա բոլորդ մտածում եք, որ ես ինդիկատորների մասին հիմա բացասական եմ արտահայտվելու, ոչ, դիտեք վիդեոն մինչև վերջ, կտեսնեք ինդիկատորների իրական նշանակությունը որն է ինձ համար ու ինչպես պետք է ճիշտ օգտագործել։ Մինչ դրան անցնելը ցանկանում եմ ցույց տալ ձեզ այս շաբաթվա մեր աշխատանքային օրերի ստատիստիկան մեր թիմում։ Ուրեմն սա High Trading Signals Telegram-յան ալիքն է։ Այստեղ ես աշխատում եմ իմ թիմի հետ։ Նշում եմ արժութային զույգը, նշում եմ գործակ բացելու ուղղությունը, տևողությունը ու բացում ենք միասին գործակներ։ Գործարքը բացելուց հետո կիսվում եմ նկարով, որ այսպիսի պատկեր պետք է լինի բոլորի մոտ։ Ստանում ենք հաջորդ գործարքը, գործարքի արդյունքը, եթե գործարքը լինում է օրինակ մինուս, տեսեք այստեղ պլյուս էր, այստեղ մինուս։ Մինուսից հետո բացում ենք դագուն։ Տագոնը բացում ենք, վերցնում ենք, կրկին ինչպես ես եմ բացում, նույն ձևել ասում եմ դուք եք բացում։ Այստեղ հարցնում եմ բացեցիք գործարք, վերցեցիք պլյուս ու անմիջապես սեանսից հետո տալիս եմ գործարքի բացատրությունը։ Գործարքի բաց սիտուացիան վերլուծում եմ, գործարք բացելու տրամաբանություն, այստեղ ինչու բացեցինք, ինչու աշխատեցինք, տեսնում ենք։ Բացատրությունը տալիս եմ, քանի որ ալիքի հիմնական նպատակը եւ գումար աշխատելն է եւ սովորելն է։ Սա տեսնում ենք, որ հաջորդ օրվա աշխատանքային օրն է, կրկին արժութային զույգ, կրկին տևողություն, ուղղությունը գործարք բացելու, բացում են գործարքներ, այստեղ փոխեցինք արժութային զույգը, քանի որ տոկոսը իջնում է, ամեն ինչին ուշադրություն ենք դարձնում բնականաբար, բացեցինք այստեղ գործարքներ, այստեղ տեսնում ենք հստակ պլյուսը կա ու կրկին տալիս եմ բացատրությունը։ Սի երկու սիտուացիա ենք այստեղ վերլուծել, ֆունտ յենա ու կանադական դոլար ֆրանկ։ Երկուսի բացատրությունն էլ անմիջապես տալիս եմ, հիանալի աշխատեցինք 6 պլյուս, այստեղ հարցնում եմ մարդիկ պլյուս են թե հաստրեցին վերցնել, պրոֆիտ են, աշխատեցին թե ոչ, եւ երեկվա մեր աշխատանքային օրը կրկին բավականին հետաքրքիր օր էր, բավականին լավ ստատիստիկա ունեցանք, երկու արժութային զույգ կրկին վերլուծել եմ ու երկուսի բացատրությունն էլ անմիջապես տալիս եմ։ Իսկ սա High Trading Lessons Telegram-յան ալիքն է, կիսվում եմ անմիջապես այս լեկցիաները գրում եմ ես, հավաքում եմ ես, նկարներով ամեն ինչով իմ կարծիքն է, ես եմ ստեղծում այս ամենը, ոչ միտեղ չկա։ Կարող եք եւս միանալ թիմին ու կարդալ։ Թիմին միանալը բացարձակապես անվճար է, կարող եք գրել մեր Telegram-ին, որ ցանկանում եք միանալ թիմին ու միանալ։ Կրկին եւս մեկ անգամ ասում եմ, անվճար է, ինձ գումար տալ հարկավոր չէ, իսկ դեպոզիտի որևէ պահանջներ չկան, այսինքն այնպիսի պահանջ չկա, որ պետք է լիցքավորես հաշիվդ, որ միանաս թիմին։ Ոչ, քանի որ ասում եմ հիմնական նպատակը իմ եւ առհասարակ trading թիմի դա որպեսզի սկսնակները սովորեն, ովքեր որ ցանկանում սովորեն, փորձառում են փորձ հավաքեն։ Իսկ այլ մարդիկ, ովքեր որ ցանկանում են աշխատել, կարող են ընդհանրապես 1-2 շաբաթ ծանոթանալ ու սկսել աշխատել։ Ոչ մի խնդիր չեն տեսնում բացարձակապես ու զուգահեռ սովորել։ Հիմա եկեք ընտրենք մեկ սիտուացիա։ Ուրեմն, ընկերներ ջան, հիմա եկեք խոսենք ինդիկատորների մասին։ Ի սկզբանե, երբ ես էլ սկսնակ էի trading-ում, կային մտքեր ինդիկատորներ օգտագործելու, սակայն 1 թե 2 ամիս հետո ես հստակ սահմանեցի նպատակ իմ առջև, որ ցանկանում եմ սովորել trading, կարդալ գրաֆիկը առանց որևէ ինդիկատորների օգնության, առանց որևիցե, չգիտեմ, այնտեղ բոտերով եւ այլ բաներով մաքուր գրաֆիկը վերլուծել ու դրա հիման վրա աշխատել։
Քանի որ ես իմ նպատակս ոչ միայն գումար աշխատելն էր, այլ իմ առաջին նպատակս դա trader դառնալն էր։ Ինչևէ, ինդիկատորների մասին ի սկզբանե կարծիքս եղել է բացասական։ Քանի որ ինդիկատորները YouTube-ում trader-ները ներկայացնում են այնպես, որ կարելի է միացնել որևէ մեկ ինդիկատոր ու դրա հիման վրա սկսել գումար աշխատել։ Նման բան չկա։ Եթե, չգիտեմ, լիներ նման հնարավորություն, ուղղակի այլևս իմաստ չէր լինի, որպեսզի մենք սովորեինք, ուղղակի կարենք որևէ ինդիկատոր միացնեինք, ըստ դրա հիման վրա, չգիտեմ, սկսենք գումար աշխատել ու բոլորն էլ աշխատեին։ Նման բան չկա։ Ինդիկատորները ունեն իրենց հստակ նշանակությունը ու իրենց տեղը թրեյդինգում։ Pocket Option-ում կա 31 ինդիկատոր տվյալ պահին, կարող եք ծանոթանալ, ես այստեղ MACD կամ MACD ինդիկատորն է, որ երբևէ օգտագործել եմ, RSI-ն է, ու այստեղ կա նաև այս ինդիկատորը Awesome Oscillator, սա էլ օգտագործել եմ աբյոմների նման որոշակի, բայց MACD-ին ամենաշատն եմ օգտագործել, ֆրակտալը դե սա քան էլ որ ասեմ ինդիկատոր որպես ինդիկատոր է իրականում ուղղակի նայած ինչպես է օգտագործում, լավ, ինչևէ, ընկերներ ջան, այստեղից բացում են գործակ, հիմնական միտքն եմ ցանկանում ասել, կան իրականում այսպիսի, չգիտեմ, միացրեք, չգիտեմ, 5 կամ 10 ինդիկատորներ, այս ինդիկատորը ցույց է տալիս, չգիտեմ, այն ինդիկատորը այն, բացեք գործարք, ընկերներ ջան, նախ ասեմ, ինդիկատորները առաջին հերթին ցույց են տալիս այն, ինչը որ արդեն տեղի է ունեցել։ Դա մեկ, այսինքն, եթե դուք միացնում եք այս ինդիկատորը ու տեսնում եք, որ այստեղից ինքը գնաց վերև ու այստեղից ինքը իրոք գնաց վերև, դա չի նշանակում, որ այստեղից գնաց վերև, քանի որ ինդիկատորն էր այսպես ցույց տվել։ Այստեղից կար հստակ անալիզ, որը որ ես արել էի առանց ինդիկատորի ու բացել գործարք։ Միջայլով շատ հիանալի պլյուս էր այստեղ։ Նորոգություն եմ խնդրում, ընկերներ ջան, եկեք շարունակենք։ Ուրեմն ինդիկատորների, ինչպես ասեցի, ինդիկատորները ունեն իրենց հստակ նշանաբությունը։ Որը ժամանակ ինդիկատորների մասին բացասական կարծիք ունենալուց հետո մոտ 1 տարի անց ես սկսեցի, չգիտեմ ոնց, չգիտեմ ինչպես սկսեցի օգտագործել ինդիկատորներ, այսինքն ավելացնել իմ աշխատանքին ինդիկատորները ու հասկացա մեկ շատ կարևոր բան, դա ինդիկատորների նշանակությունները, ինչ դերում են նրանք առհասարակ թրեյդինգում, ինչպես կարելի է նրանց օգտագործել, ինչպես կարելի է ճիշտ օգտագործել ու բավականին կարծիքս փոխվեց։ Ինչպես ասեցի վիդեոյի սկզբում, երևի հիմա բոլորը մտածում էին, որ ես ինդիկատորների մասին բացասական եմ արտահայտվելու։ Ես բացասական եմ արտահայտում միայն ինդիկատորների անալիզի վրա հիմնվելով գործարքներ բացելուն։ Այսինքն, եթե դուք օրինակ այստեղ ավելացրել եք որևէ ինդիկատոր ու սկսում եք թերթել արժութային զույգերը ու առաջինը ձեր աչքը ընկնում է այս ինդիկատորին, դուք նայում եք այս ինդիկատորին ինչա ցույց տալիս, որպեսզի բացեք գործարք, դա սխալ է։ Առաջինը պետք է նայեք գրաֆիկին, վերլուծեք, հասկանաք գրաֆիկը, որից հետո երբ արդեն ցանկանաք բացել գործարք, նայեք այստեղ, ինչա ցույց տալիս այդ ինդիկատորը, արդյոք ապացուցում է, հաստատում է ձեր անալիզը, թե ոչ, որից հետո հանգիստ բացեք գործարք կամ մի բացեք։ Իմ սեփական փորձից ելնելով ասեմ, որ ինդիկատորը նույնիսկ որ ես օգտագործում էի ցույց էր տալիս իմ անալիզին հակառակ, ես այնուամենայնիվ բացում էի այդ գործարքը։ Դրա համար ես ընդհանրապես ինդիկատորներ չեմ օգտագործում, սակայն ինդիկատորների օգտագործելը ես չեմ համարում ինդիկատորների օգտագործումը ես չեմ համարում ոչ պրոֆեսիոնալիզմ։
կարող է պրոֆեսիոնալ տրեյդերը օգտագործել ինդիկատոր, քանի որ կային այնպիսի ինդիկատորներ, որոնք միանգամից համարվում են տեխնիկական անալիզի այն ամենաուժեղ զենքերից մեկը։ Դրանք աբյոմներն են, դա կարող լինի բիրժևոյ ստականը, ներողություն հայերեն անվանումը չգիտեմ, նման այսինքն ինդիկատորներ, որոնք որ միանգամից տեխնիկական անալիզի գլխավոր զենքերից մեկն են համարվում։ Իսկ այս Rocket Auction-ում, չգիտեմ ասեցի թե ոչ, 31 մոտ ինդիկատոր կա, այս ինդիկատորները բոլորն էլ հիմնված են մաթեմատիկական հաշվարկների վրա, կարող եք, չգիտեմ, այստեղ այս ինդիկատորները բավական հետաքրքիր մաթեմատիկական հաշվարկների արդյունքում ստեղծված, ու կարող եք, այո, օգտագործել բավականին, չգիտեմ, ինդիկատորները, այսպես ասած, ծեծված թեմա են, ինդիկատորների մասին ես իմ կարծիքս ասեցի, միայն կարելի է օգտագործել ճիշտ նշանակությամբ։ Ինչ, շնորհակալ եմ բոլորիցս, ընկերներ ջան, արդեն մոտենում է իմ աշխատելու ժամը մեր թիմի հետ, դրա համար ընդհանրապես բացեցինք 3 գործակ, 2+1-, բայց հիմնական միտքը ինդիկատորների մասին ասեցի։ Բոլորիդ մաղթում եմ պրոֆիտ, հաջողություն, կտեսնենք։